Շնորհավորում եմ ձեզ մայրության օրվա առթիվ օրին հարգանքներս ձեզ այսօրվա ակցիան խաղաղ բնույթ է կրում իր մեջ ինչ ակնկալիքներ ունեք արդյոք կառավարությունը իշխանությունները չգիտեմ կզարթնեն կամ ձեր արդյունքները կազդեն արդյոք կամ ինչև էս պահը որևէ դրական տեղաշարժ ասացին որ չկա Չնայած ծնողներից մեկն ասաց, որ պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, իրեն ասել էր, որ հնարավոր է, որ որդիներից որոշները կենդանի են։ Ձեր հետ կապված որևէ տեղեկություն, ձեր որդու հետ կապված որևէ տեղեկություն իշխան պաշտոնյաների կողմից ունեք թե ոչ։ Ուրեմն հարգելիս նախ շնորհավորանքի համար շնորհակալ եմ, բայց մենք էլ չենք ուզում, որ լինի այս տոնը իմ համար։ Ուզում եմ, որ լինի ինքը շատ գեղեցիկ տոն է։ Բայց արդեն 5 տարի է ինքը ինձ ավելի շատ ցավ է պատճառում այս տոնի ինչի համար։ Երբ որ ես մայրացել եմ այս ժամանակ, երբ որ ես այս տղայից ճիչն եմ լսել, բերկրանքից սիրտս լցվել էր ու հիմա ես արդեն 5 տարի ման եմ գալիս։ Էլ ես ինձ մայր էլ չեմ կարող համարել, որովհետև յուրաքանչյուր մայր կարող է իր ածակին պահի, անգամ կենդանին, ես չկարողացի։ Ձեր որդու հետ կապված տեսանյութեր նույնականացում եղել է։ Նույնականացում չունենք, տեսանյութ նմանապես չունենք ու փաստերը տանում է դեպի գերություն։ Իսկ այ տղաներ կան, որոնք գերությունից վերադարձել են, փորձել եք հետաքրքրվել, միգուցե որևէ տեղեկություն ունենան ձեր որդու։ Ու գիտեք գերությունից որ վերադառնում են, իրանք ասում են մենք չենք տեսել ու ոչ միայն իմ տղային, այլ բոլորին։ Ասում են չենք տեսել, չգիտենք, աչքերները կապած է եղել ու չգիտեմ, միգուցե այդ երեխեքին թույլ չեն տալի, ասեն, միգուցե հենց այնտեղից թույլ չեն տալի, միգուցե այստեղից թույլ չեն տալի։ Ես չեմ կարող այդ ինչ-որ մի բան ասել այդ կողմով։ Բայց ամեն դեպքում, եթե լավ, որ գերի չի, ուրա 4.5 տարի է, մենք ման են գալիս ու այսինքն չունենք ոչ նույնականացում, ոչ ոչի ման կամ քննություն է վարվում, ինչի այսքան ժամանակ մեկը չասեց, որ հերո երեխուց ինչ-որ մի վատ բան եղել։ Եթե դու այդ վատը չես լսում, ծնողին չեն ասում, քննության ընթացքում չեն ասում, երեխան ինքը չկա, ուրիշ ծնող ինչ մտածի։ Ձեր որդու դեպքը կասեք, Ուրեմն հարգելներս, ես չեմ ուզում առանձնացնեմ իմ որդուն մյուս որդիներից։ Բոլորներ հերոսներ են, առիթ տղաներ են, որ կռվել են։ Դրա համար բերեք չանհատականացնենք, չառանձնացնենք։ Ժամանակ է եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում։ Ու շատ երեխեք է այսօր Ջաբրայիլ, Հադրուտ այդ տարածքներից են, որ կորած են, եթե հետևողական լինեք կտեսնեք։ Մեծամասնությունը Ջաբրայիլ ու Հադրութից են կորած։ Տեղյակ եք, որ ձեր որդին է գտնվում է Ջաբրայիլում։ Ոչ, իմ որդին նորակոչիկ են, ինչպես շատ երեխաներ, որ նորակոչիկ են, որ այսինքն պիտի իրանք պատերազմի դաշտում չլինեին, ասեմ ավելին։ Իմ տղան Հայաստանի զինվոր է ելել, Մեղրիի զինվոր է ելել, որը որ անպատրաստ երեխուն ընդամենը մի քանի օրվա զինվորին տարել է պատերազմ։ Այսինքն մտածված ծրագիր են ունեցել, որ տանեն այս երեխեքին բնաջնջին, ես այդքանը բարեմ։ Իշխանությունների նկատմամբ տեսագրություններ եղել են, որ զուգահեռ ձեր որդի ողջ գերության մեջ։ Տեսագրություն չունենք։ Իշխանություններից ինչ ակնկալիք ունեք։ Ոչ ուղղ։ Եթե հաշվի առնելով, որ միջազգային դատարաններից գանգատներն են հետ կանչում, այսպիսով օրակարգից դուրս մղելով նաև գերիների անհետ կորածների պատանդների հարցը, ինչ ակնկալիք ունեք։ Դե իրանք ասում են մենք հետ ենք վերցնում, բայց դուք անհատական կարակ դիմեք։ Այ Անդրանիկ Քոչարյանի հետ ձեր հանդիպումները ավելի հաճախակ են լինում։ 2 անգամ է։ Ինչ է ասում, ինչ պատասխան է տալիս ձեր հարցերին։ Գիտեք, իրանց պատասխանային կլիներ, եթե այս 4.5 տարվա ընթացքում ինչ-որ մի հատ երեխա բացահայտվեր, ինչ-որ մի երեխու ճակատագիր բացահայտվեր, եթե չի բացահայտվել, նշանակում է չկա արդյունք։ Իսկ իմ համար արդյունք, երբ որ ես իմ երեխուն տեսնեմ, իմ տղայի անհայտությունը բացահայտեմ ու վերջ։ Այդ է։ Իսկ նախարարները գալիս են նստում են փակ քննարկումներին, լուռ ու մունջ թողնում գնում են, որևէ մեկը իր ելույթում ինչ-որ մի բան ասում է, խոսում են։ Սրբույի Գալյաններ օրերս ձեզ հետ հանդիպման Սրբույի Գալյանի ժամանակի մեջ չտեղավորվեցինք Սրբույի Գալյանը չխոսած, իսկ մյուսներն էլ որ խոսեցին, եղան ապացույցներ, որ մենք ասեցինք, որ սխալ եք արել, այսպես որոշ բաներ իրանք բոլորը արդարացրեցին, որ վրիպում է։ Մեր կառավարությունում ամեն ինչ վրիպում է։
Իսկ ժամանակացույց վերցրել եք, այդ վրիպումները երբ են ուղղվելու վերջը։ Արդեն 4 տարի անընդհատ այդ վրիպակների մասին են խոսում։ Ձեզ այդ հանդիպումների ժամանակ։ Բայց թե երբ կշտկեն արդյոք թե չէ, այդ մենակ երևի իրանց ու վերևի ասում է հայտ։ Վրիպումը որ կողմից է լինում, կոնկրետ որ կառույցն է անընդհատ այդ վրիպակները բաց թողնում։ Բոլորը, բոլորը։ Վերից վար։ Վերից վար բոլորը, ինչը չեմ ուզում առանձնացնել, բոլորը ունեն վրիպումներ։ Իմ մոտ կարա ուրիշ տեղ, ուրիշ կառույցից լինի վրիպում, մյուս ծնողի մոտ ուրիշ կառույցից լինի։ Չեք կարծում, որ դուք ծնողներդ ավելի խիստ եւ ավելի հստակ քայլերով պետք է պետության իշխանությանը դիմեք։ Օրինակ խիստ ինչ անենք, այլ ինչ անենք։ Այն խիստ արել ենք, օրերով փողոցում քնել ենք, 3 օրով հրապարակում քնել ենք ձուն ձմեռնոցով, ամառը մնացել ենք կառավարական տան մոտ մնացել ենք 2-3 անգամ մնացել ենք, այստեղ մնացել ենք, այսինքն այլ կոշտ ինչ անենք, ինչ որ մեկ երեխային վնասենք։ Այ դուք որ հավաքվում եք այստեղ սերունդների ներկայացուցիչներից մեծամասնությունը տեղյակ չեն լինում, որովհետև սա պայմանավորված։ Կարծես թե լուր հավաքվում եք եւ լուր գնում եք։ Գիտեք, նախ մենք մի քիչ խուսափում էինք միջև այս 4 տարին, ավելի շատ խուսափում էինք, որ ուրիշ երկրներում են նայում, պետք չի միգուցե վտանգենք, բայց տեսանք, որ ինքը ոչ մի բան չտվեց։ Ձեզ որ առաջարկում են միջազգային կառույցներին անհատական դիմեք, ռեսուրս, ֆինանս, ինչ որ մի բանով կողքից օգնում են, չէ՞ որ դա պետության հոգացության տակ պետք է լինի։ Չէ, գիտեք ինչ, այս պահին Սիրանուշ Սահակյանն է ինքը ներկայացնում անհատական երեխաներին, չէ, մենք ոչ մեկս ոչ մի բան, ասենք Սիրանուշին մենք չենք տվել աշխատավարձ կամ ինչ որ չգիտեմ էլի գումար։ Այդ կողմից չէ, ասել են դուք ինքնուրույն, եթե միջազգային գանգատները հետ վերցրեցինք, չէ, ասացին նոր պիտի լինի կհասկանանք, միգուցե այդ կհայտ է, հələ։ Այդ ինչ ձևով պետքա անհետ կորածի զինվորը, ինչ միջոցներով պետքա մենք պետությունից բան ենք ուզում, մենք միջազգային ոչ մի բան չենք ուզում։ Ինչ էլ որ լինի, մենք ծնողներով մեր միջոցներով կանենք, մեզ ոչ մի բան պետք չի, մենակ մեր երեխեքին վերադարձնել։ Մենք այն ծնողները չենք, որ ինչ որ բան ենք ուզում իրանցից, չէ։ Մեզ մենակ մեր երեխեքն են պետք։ Իսկ այդ վրիպակների հետ կապված, որ անընդհատ խոսում են, վրիպակների հետ կապված, որ վերից վար անընդհատ սխալմունք է տեղի ունենում, օրերս կառավարության նիստում էր, եթե չեմ սխալվում, Փաշինյանը հայտարարեց, որ կադրերի անորակ հավաքածու է իր մոտ, կոպիտ ասեմ, այսպես այնքանով ալա, որ իրանք են արդեն իրենց տարիս որակավորում։ Այդ քննարկումից հետո է ճիշտ է կառավարության նիստում Փաշինյանն ասել, բայց ակնկալել, որ այդ վերից վար բոլորին կփոխի եւ ամեն ինչ կշտկվի։ Ես չեմ հավատում, անկեղծ չեմ հավատում։ Տա Աստված, որ իրոք լավ լինի, բայց չեմ հավատում։